Գործք առաքելոց առաջի գլուխ։ Մեր Տերը մահացավ, մեռելներից հարություն առավ, ասենք ամեն։ Զատիկը տոնեցինք Փառք Հիսուսին։ Զատիկը ամենամեծ ծառայություններից մեկն է, Սուրբ Ծնունդը, զատիկը, որ ամենաշատ մարդիկ են գալիս, եկեղեցի, զբաղված եկեղեցիները, բայց մի բան մոռացել են քույր եղբայրներ, համբարձման տոնը։ Դուք պատկերացրեք Քրիստոսը մեռելներից հարություն առներ, ուղղակի մնար երկրի վրա։ Բավարարված կլինեիք։ Դատարկ է գերեզմանը, մեր Տերը երկրի վրա է, բայց հավատացեք, էլի բոլորը Քրիստոսի հետևից էին վազելու։ Մեկ առ մեկ, աշակերտներ ասում են, Տեր արի այս արա, Տեր խնդրում եմ այս արա, Տեր այն արա իմ համար։ Տերը ասեց, լսեք, ավելի լավ է, որ ես գնամ, մինչև որ ես չգնամ, մխիթարիչը չի գա, հալելույա։ Ես պետք է գնամ, որ ես բազմապատկեմ ինձ ձեր մեջ, որ ինձ բազմապատկեմ, որ իմ եկեղեցին ծնվի, որ վերջապես ասել Աստծո խոսքը, հիշում եք, անցյալ կիրակի խոսացինք, որ իմ եկեղեցին ես պետք է կառուցեմ։ Որտեղ? Ժայռի վրա, հալելույա։ Խոսքը ասում այսպես, Հիսուս ասաց Պետրոս, հալելույա, Պետրոս, իմ եկեղեցին Պետրա, ժայռի վրա պետք է կառուցեմ, ոչ թե Պետրոսի վրա, այլ ժայռի վրա պետք է կառուցեմ։ Քույրս եղբայրս, Հռոմը, Վատիկանը կառուցել է այդ ամբողջ կառույցը Պետրոսի վրա։ Եվ ասում են այդ խոսքը, որ Քրիստոս ասեց իմ եկեղեցին Պետրոս, ժայռի վրա պետք է կառուցեմ, դա Պետրոսն էր։ Պատկերացնում եք, Պետրոսի վրա են կառուցել մի ամբողջ բան, Քրիստոս ժայռը, Քրիստոսի վրա պետք է կառուցենք։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ով Թեոպիլ է, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց մինչև այն օրը, այս խոսքերը շատ կարևոր է հիշեք, հիմնական խոսքը սրա վրա ենք կենտրոնանում, մինչ այն օրը, երբ Հիսուսը Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց, որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայացնելով 40 օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծո արքայության մասին խոսեց, որքան ժամանակ, որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր չհեռանալ Երուսաղեմից, այլ հոր խոստմանը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք, որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից հետո շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով, հալելույա, հալելույա, փառքեր Հիսուսին, 8-րդ համարը շարունակում ասում են, բայց դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին ձեզ վրա կգա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և աշխարհի ծայրերը, թող եկեղեցին ասի ամեն, հալելույա, 9-րդ խոսքը, և երբ որ այս ասեց նրանք նայելիս վերացավ, համբարձվեց երկինք մեր Տերը, և մի ամպ վեր առավ նրանց աչքերից, սիրելի քույր եղբայրներ, հալելույա, փառքերը քեզ Հիսուս, հալելույա, փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս, սիրելի քույր եղբայրներ, այս QR կոդը սկեն արեք, տեքստը կարակ անգլերեն, հայերեն, ռուսերեն կարդակ ձեր հեռախոսների վրա, ամեն, Տերը թող փառավորվի։ Եվ հետաքրքիր ասում է նա համբարձվեց երկինք, և ասում է, երբ որ նա համբարձվեց երկինք, վերացավ մի ամպ վերցրեց նրան։ Եթե Աստվածաշունչը ծննդոցից մինչև հայտնություն ուշադիր կարդաք, Սուրբ Հոգին այդ ամպն է, սիրելի քույր եղբայրներ։ Երբ որ Տերը անգամ 5 տակարանում տաճարը փառքով լցվում է, Աստծո ամպը իջնում էր, դա Աստծո ներկայության մասին էր խոսում ամպը, ամեն։ Այս ամպը վերցրեց Հիսուսին և տարավ երկինք։ Այն հոգին, որ Հիսուսին մեռելներից հարություն տվեց, Սուրբ Հոգին էր։ Հռոմեացիների մեջ ասում է Պողոս առաքյալը, հալելույա։ Նույն հոգին Քրիստոսին համբարձեց երկինք, ամպը։ Եթե կարդաք Գործք առաքելոց 2-րդը կտեսնեք, որ այդ ամպը ուղղակի երկնքում չի մնում։ Այդ ամպը լցվում է տունը, հալելույա, Պենտեկոստեի օրը։ Քույր եղբայրներս, տեսեք, ասում է,
40 օր Հիսուսը նրանց հետ էր։ 40 օր Հիսուսը նրանց հետ շրջում էր, խորը բաներ էր խոսում, արքայության մասին էր պատմում, ինչ ու ոնց ա լինելու։ Եվ ասում է, ուշադիր որ նայեք, ասում է, սպասեք մինչև որ երկնքից զորություն առնեք, այդ ամպը որ առնեք, հալելույա, ձեր մեջ Հիսուսը մեր Տերը։ Ես սպասում եմ, որ Տերը մեծ գործեր անելու։ Եվ ասաց գնացեք սպասեք մինչև որ առնեք, 10 օր սպասեցին, Պենտեկոստեի օրը Տերը իր փառքի ամպը լցրեց։ Տունը, նրանց սրտերը, տաճարը, նրանց կյանքը, հալելույա, ասա Տեր լցրա ինձ։ Լցրա ինձ քո փառքի ներկայությամբ, փառք ես Հիսուս։ Հալելույա։ Փառքեր Հիսուսին։ Եվ ասում է, եւ այդ ամպը ասում է Հիսուսին վերցրեց։ Հայտնություն 1:7 ասում է, նա գալիս է ամպերով։ Հալելույա։ Նա գալիս է ամպերով, հալելույա, եւ ամեն աշկը տեսնեն նրան եւ նրանք, որ խոցեցին նրան, եւ նրա վրա կոց կանեն երկրի ամեն ազգերը, այո եւ ամեն, հալելույա։ Ազգերը ամեն վկայված են լինելու, Աստծո խոսքը հիմա արդեն վկայվել է գրեթե ամբողջ աշխարհին։ Ամեն վարքյան Քրիստոսը կարա սիրելի քույր եղբայրներ։ Այսօր ես խոսալու եմ զորություն Սուրբ Հոգու միջոցով։ Զորություն Սուրբ Հոգու միջոցով, հալելույա։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը նույնքան կախված էր Սուրբ Հոգուց, ինչպես մենք այսօր։ Հավատում եք այս խոսքերին։ Ինչքան Քրիստոսը երկրի վրա ծառայում էր, ամեն մի քայլը նա կախված էր Սուրբ Հոգուց։ Սուրբ Հոգու առաջնորդությունը, Սուրբ Հոգու օծությունը, ամեն բան, նրա ամեն մի ծառայությունները Սուրբ Հոգով եղավ։ Ինչպես որ մենք այսօր, եթե այդ փափագը ունենք, սիրելի քույր եղբայրներս, հալելույա։ Առաջի Տիմոթեոս 3:16 ասում աստվածապաշտության խորհուրդը սա է, որ Աստված հայտնվեց մեզ, ամեն, Աստված մարմնով հայտնվեց, Սուրբ Հոգով արդարացավ։ Այն պահը, երբ որ Քրիստոսը մեռելներից հարություն առավ ու համբարձվեց երկինք, Սուրբ Հոգով արդարացավ, հալելույա։ Աստված ամեն բան արեց Քրիստոսի կյանքի մեջ, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին։ Ինչ Հիսուս սկզբից արեց եւ ուսուցանեց։ Լսեք այս համար ուշադիր։ Ինչ Հիսուսը սկզբից արեց եւ ուսուցանեց։ Իր կյանքի սկզբից։ Մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց եւ համբարձվեց երկինք, հալելույա։ Ղուկաս 4-րդ գլուխը կարդում ենք, որ Աստծո խոսքն ասում է Հիսուսը Սուրբ Հոգով լցված Հորդանանից վերադարձավ եւ գնաց անապատ առաջնորդվեց Սուրբ Հոգու միջոցով, ամեն։ Կար մի պահ, որ ուղակի Սուրբ Հոգին տեղյակ չէր մի բան Քրիստոսի կյանքից։ Ամեն մի վարքյանը Սուրբ Հոգին առաջնորդում էր Հիսուսին։ Երբ որ անապատում հիշում եք, 40 օր ծոմ պահեց, փորձվեց անապատում, հաղթանակով դուրս եկավ, ասում է եւ Հիսուսը Սուրբ Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա։ Ամենտեղ երբ որ կարդում եք զորություն բառը, Սուրբ Հոգի բառը դա կապակցված է իրար։ Անհնարին է կյանքիդ մեջ ինչ որ մի զորություն դու ստանաս առանց Սուրբ Հոգու հաղորդակցության հետ, անհնարին բան է։ Զորությունը, ուժը, բժշկությունը, ամեն բան գալիս է Հոգուց, ճեղքումները, ազատագրումները, ամեն բան տալիս է Հոգին, հալելույա։ 4:18 ասում է Ղուկաս, Հիսուսը ելավ տաճարում քարոզեց եւ ասում ասեց Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետեւ ինձ օծեց եւ ինձ ուղարկեց։ Ով ուղարկեց Հիսուսին? Սուրբ Հոգին ուղարկեց Հիսուսին։ Կա մի բան, որ երկրի վրա կարա փոխարինի Սուրբ Հոգուն, սիրելի քույր եղբայրներ։ Հա, Տեր Աստված։ Հիսուս անգամ դավանեց Հովանու 6:63-ի մեջ ասեց, որ Հոգին է կյանք տվողը։ Այն Հոգին, որ Հիսուսին մեռելներից հարություն տվեց, կյանք տվեց, նույն Հոգին է կյանք տվողը։ Մեզ մեր մեռած գործերից, մեր հին մարդուց նա վերցնում է մեզ դնում է Քրիստոսի մարմնի մեջ, Քրիստոսի Հոգին է մեզ սրբում, մաքրում, արդարացնում, Քրիստոսի Հոգին է իր տունը փառքով լեցնում, ասա ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին։ Մարմինը ոչ մի օգուտ չի տալիս, Հիսուս ասաց, ոչ մի օգուտ չի տալի։ Ես տեսա մարմինը օգուտ չտվեց, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ ես մարմինս լրիվ տկար էր, ասում էի Տեր, խնդրում եմ, հոգի,
բժշկիր այս մարմինս։ Տեր, խնդրում եմ ինձ ուղարկիր իդ Կիրակի օրը, որ քո անունը քո փառքը պետքա դավանեմ էլի, հալելույա, փառքեր Հիսուսին։ Այն խոսքը, որ ձեզ ասացի, հոգի է եւ կյանք, փառքեր Հիսուսին։ Հոգին ակտիվ էր Հիսուսի ծննդյան ժամանակ, հիշում եք, բարձրալի հոգին իջավ Մարիամի վրա, նրա հղիությունը վերևից էր, Սուրբ Հոգուց էր։ Սուրբ Հոգին ակտիվ էր Հիսուսի մկրտության ժամանակ, հիշում եք, Սուրբ Հոգին աղանու պես իջավ Հիսուսի վրա, հալելույա, եւ ձայն լսվեց վերևից, սա է իմ սիրելի որդին։ Հիսուսին, հալելույա, հոգին ակտիվ էր Հիսուսի ծառայության ժամանակ, ինչ որ տեսնում եք Քրիստոսի կյանքում, ինչ որ Տերը Հիսուսը արել է հատ, մեկ առ մեկ արել է հոգու առաջնորդությամբ, հալելույա, հոգին ակտիվ էր Հիսուսի մահվան ժամանակ, հոգին ակտիվ էր Հիսուսի հարության եւ համբարձման ժամանակ, եկեղեցի, կա մի տեղ, որ Սուրբ Հոգին ուղակի տեղյակ չէր, ինչ է կատարվում որդի Հիսուսի մեջ, դրա համար ենք ասում, հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով, հալելույա, փառքեր Հիսուսին, Գործք առաքելոցի մեջ երբ որ կարդում ենք, Քրիստոսը համբարձված երկինք է գնացել, եւ նա իր Սուրբ Հոգին արդեն թափել է եկեղեցու վրա, ամեն, հրաշքի հետևից, շատ բաներ կա, որ Տերը թողել է իմ ու քո համար, որ մենք պետք է անենք այդ գործը, ամեն, վերջում կասեմ դրա մասին, Գործք առաքելոց 10-րդ գլուխ 37-38 խոսքերի մեջ, խոսքը շատ պարզ է ասում, Պետրոս առաքյալ ասում է, գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր, թե ինչպես Աստված նրան օծեց Սուրբ Հոգով, հալելույա, փրկությունը կարևոր բան է, օծությունն էլ է կարևոր, մենք այո շատ ժամանակ բավարարվում ենք փրկությունով, Տերը պետք է օծի մեր երգերը, մեր խոսքը, մեր քարոզը, Տեր օծիր, կյանքս, ընտանիքս, որոշումներս, ամեն բան, Տեր, օծիր, քո օծության կարիքն ունեմ, սիրելի Հիսուս, հալելույա, եւ ասում է, թե ինչպես Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ, որը շարժվում էր բարիք գործելով, ու սատանայից բռնված, չի ասում մի քանիսին, բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր, որովհետև Հայրը նրա հետ էր ու Հոգին գործում էր, Հոգին նրան օծել էր, ամեն, հալելույա, սիրելի քույրս եղբայրս ասում է բոլորին, շատ ժամանակ մենք կարդում ենք համարներ, ասում ենք դե երևի դե Աստծո կամքը չէր կամ բան, բոլորին, Աստված ուզում է բոլորին, ազատագրի, մաքրի, բժշկի, ու բոլորը իր թագավորության մեջ գործ անեն արքայության համար, հալելույա, ես ուղղակի չեմ բավարարվի, եթե ես ասեմ ես բժշկվեցի ու նստեմ ու վերջ, Տերը ուզում է, որ մենք վկայված մարդիկ, Աստված օծիր ինձ, որ քո մասին վկայեմ, ասա քույրս եղբայրս, ես Քրիստոսի վկան եմ լինելու, իմ տան մեջ, իմ քաղաքի մեջ, իմ համայնքի մեջ, հալելույա, օծիր ինձ, կպիր ինձ, կրակ դիր իմ լեզվի վրա, իմ պաշտամունքի մեջ Տեր Հիսուս Քրիստոս, հալելույա, փառքեր Հիսուսին, հիմա մենք տեսնում ենք Քրիստոսի կյանքի մեջ Հոգին գործում էր, դա հստակ ենք տեսնում, քույր եղբայրներ, գլխավոր հարցը սա է, արդյոք մեր հույսը մեզ վրա է, թե ինչքան ենք մենք նրան փափագում, հալելույա, արդյոք մեր հույսը մեզ վրա է, թե փափագում ենք նրա հոգուն, այս հարցի պատասխանը տանք, ինչքան ենք փափագում նրա հոգուն, ինչքան ենք ուզում, որ նրա հոգին գործի մեր մեջ, սիրելի Հիսուս օգնիր մեզ, հալելույա, Գործք առաքելոց 19-ում Պողոս առաքյալը տալիս է երկու նախազգուշացում, երկու տարբեր խմբերի վերաբերյալ, երկու տարբեր խմբեր, սիրելի քույր եղբայրներ, շատ հետաքրքիր է, երբ որ արթնությունը սկսեց Պենտեկոստեի օրը, Աստված իր հոգին թափեց Պենտեկոստեի օրը, Սուրբ Հոգով մկրտվեցին 3000-ից ավել հոգիներ, հիշում եք, հետո 2000-ն էլ ապաշխարեցին, 2000-ն էլ Սուրբ Հոգով մկրտվեցին, երբ որ գնում էին տարբեր տարածքներ, Սուրբ Հոգու մկրտություն, հրաշքներ, նշաններ, բժշկություններ, լինում էր ու չէր կայնում, սիրելի քույր եղբայրներ, գալիս ենք Գործք առաքելոց 19-րդ գլուխը, մի հետաքրքիր մի բան է կատարվում, Գործք առաքելոց 19-ում, Պողոս առաքյալը հանդիպում է մի խումբ քրիստոնյաներ կարանք ասենք, բայց ոնց կարաս ասես քրիստոնյաներ, ուղղակի լսեք, սիրելի քույր եղբայրներ, Գործք առաքելոց 19-ը որ կարդաք, ամբողջը Եփեսոսում կատարված բան է,
Դե 19 կարդացեք այս շաբաթ, Գործք առաքելոց 19 եւ կարդացեք Եփեսացիների նամակը։ Ու կտեսնեք, թե ինչու է այդ նամակի մեջ ավելի խորը բաներ խոսում Պողոս առաքյալը Եփեսացիների եկեղեցու հետ։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Գործք առաքելոց 19-ի մեջ գալիս է Պողոս առաքյալը եւ տեսնում է մի խումբ ժողովուրդ հավաքված են։ Եվ Պողոսը նրանց հարցրեց. երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցիք։ Լավ հարց է, չէ՞։ Նրան պատասխանեցին. մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա։ 21-րդ դարի եկեղեցին, քույր եղբայրներ, is very intellectual church ու logical։ Ամեն ինչ intellect ու մեկ է logic։ Այս բանը որ տեսնեմ համեմատեմ բան, ուրեմն խելքին մոտ բան է։ Այսպիսի մի բան կարանք ասենք։ Եփեսոսը մի քաղաք էր, կուռքերի քաղաք, Եփեսոս քաղաքը։ Եփեսոսում սիրելի քույր եղբայրներ, գիտեք, այդ քաղաքի մեջ շատ խորը բաներ կար, ավանդույթներ կար, սովորություններ կար, որ ուղղակի մարդիկ չեն կարա ասեն մենք քրիստոնյա ենք ու իշխանություն ունենք այդ կուռքերի, այդ ավանդությունների, այդ սովորությունների դիմաց։ Իզուր չէր, որ Եփեսոսի այս հավատացյալներին կարանք ասենք այս հարցը տվեց։ Սիրելի քույր եղբայրներ, հետաքրքիր է, թե մեր ազգին այս հարցը տանք։ Այո, Հիսուսը տեսել ենք խաչի վրա գանված, ասում ենք մեռելներից հարություն առել, բայց ով է Սուրբ Հոգին։ Այստեղ է գալիս շատ բան, որ շատերը չեն կարում հասկանան ինչ անում Սուրբ Հոգին անատի կյանքում, հավատացյալի կյանքում, որն է հոգու գործը մեր կյանքի մեջ, սիրելի քույր եղբայրներ։ Հալելույա։ Եվ ասում նրան ասացին, պատասխանեցին, մենք չենք լսել, որ Սուրբ Հոգի կա։ Դուք լսել եք, որ Սուրբ Հոգի կա, քույր եղբայրներ։ Լսել եք, որ Սուրբ Հոգին անձ է, զգացմունքներ ունի։ Նրան կարաս տրտմեցնես, նրան կարաս ցավացնես, նա մխիթարիչն է, նա օգնական է, նա ուսուցիչ, այս բոլոր այս հատկանիշները սա անձի հետ կապված բան է։ Ես կարամ ասեմ, որ եկեղեցիների մեծամասնությունը ընդունում են Քրիստոս Սուրբ Հոգու անձը եւ այդ հատկանիշները, բայց երբ որ գալիս է Սուրբ Հոգու զորությունը, ու ոնց է նա գործում եկեղեցիների մեջ, կարծես դիստանցիա են արդեն սկսում պահել։ Սուրբ Հոգու մկրտություն, լեզուների աղոթք, ասում ենք լավ, եկեք լեզուների աղոթքը հանենք, որ մի պարգև կուզես, հավատքը, բայց ոնց ես դու լեզուների աղոթքը դնում մի կողմ, եթե պարգև ընդունում ես Սուրբ Հոգին, դու ամբողջն ես ընդունում, դու նրա մի մասը չես ընդունում, դու նրա մի կտորը չես ընդունում։ Այնպես չի, որ գնում ես խանդ, ասում ես մի հատ մատնախաշտու, մի հատ պանիր, մի հատ բան ու գնացնում, չէ։ Մենք երբ որ առանք, մենք ամբողջ առանք։ Հալելույա։ Նրանք կիսով չափ չառանք։ Ու մենք չենք ընտրում, նա է ընտրում, նա է դնում քո մեջ։ Նա է ուզում, որ դու Սուրբ Հոգով մկրտվես, կրակով բորբոքվես, քույրս եղբայրս։ Ես հավատացեք, շատ եմ փորձեմ մտքով երկար աղոթեմ, չի ստացվում։ Չի ստացվում, երևի ինձանից ավելի շատ սուրբեր այստեղ կան, կստացվի։ Չգիտեմ, միտքդ հոգնում է, միտքդ փախնում է։ Նամանավանդ երբ որ մարմինը տկար է, կոկորտը, տուրած, հիվանդ, չգիտես, բայց Սուրբ Հոգին ներսիցդ աղերսանքա բարձրացնում, զգում ես հոգու, ամբարբար աղոթը, աղերսանքը, մեկ առ մեկ հոգին սկսում է անձը չինել, հավատքդ բարձրացնել, հալելույա, փառք ես Հիսուս։ Ինչքան ենք ուզում հոգու զորությունը մեր կյանքի մեջ, սիրելի քույր եղբայրներ։ Լսեք, պրոբլեմը ամերիկյան եկեղեցիներում սա է, բոլորը գիտեն։ Կյանքիդ մեջ խնդիր ունես, դիպրեսիա ունես, ընտանեկան խնդիր ունես, հա, գնա քաունսլերի։ 6 դաս կգնաս, քաունսլերը քեզ կօգնի ու այդ վիճակից դուրս կգաս։ Խորհրդատուն է քաունսլերը։ Խորհրդատուի մոտ պետք է գնաս։ Եթե էլի չի օգնել, մի 6 դաս էլ կգնաս, ու այս բաները կարևոր է։ Մենք խորհրդատուներ ունենք այս եկեղեցում։
Բայց այն խորհրդատուն, այն մխիթարիչը, որ Տերն է տալիս Սուրբ Հոգին, դրան փոխարինող ոչ մի բան չկա։ Օրվա վերջում ամեն ինչ մնում է գիր ու օրենք ու պատվիրան։ Փորձում ես, ձգտում ես, ուզում ես, վազում ես, չես կարում էլի։ Հասկանում ես։ Ոչ մի բան չի կարա փոխի այն ինչ որ Սուրբ Հոգին կարանի մեր կյանքի մեջ։ Սիրելի քույրս, եղբայրս, հալելույա, փառքեր Հիսուսին։ Ինչքան եք ուզում նրա զորությամբ լցվենք։ Եթե Հիսուսը Տեր էր, Աստված էր, երկրի վրա ամեն մի վայրկյանը նա կախված էր Սուրբ Հոգուց, ինչքան առավել ես եւ դու։ Ես հիշում եմ, որ այստեղ երեխաների համար աղոթում էինք, աղոթեցինք, Ռաֆայելը բռնկվեց, Սուրբ Հոգով սկսեց աղոթել։ Աղոթում է, Արփի ջան, հալելույա, մինչև այսօր աղոթում է, հալելույա։ Ալիան բռնկվեց, սկսեց աղոթել Սուրբ Հոգով։ Հալելույա։ Երեխաների նման լինենք, սիրելի քույր եղբայրներ։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա։ Հալելույա։ Պողոսն ասաց, արդ ինչով մկրտվեցիք։ Ջրով մկրտվել էին։ Ասում եմ, դե մկրտվեցինք Հովհաննեսի մկրտությամբ։ Գործք առաքելոցը շարունակում է 5-րդ համար, ասում է, եւ լսելով մկրտվեցին Հիսուսի անունով։ Քույրս եղբայրս, շատ կխրախուսեմ քեզ, առաջինը ջրի մկրտությունը կարևոր բան է։ Պատվիրան է, Տերն է պատվիրել։ Եթե դու կյանք ու հնարավորություն ունես, որոշում պետք է կայացնես ջրով մկրտվես։ Սա շատ կարևոր բան է։ Աշակերտ լինելու ամենաառաջի քայլը ջրի մկրտությունն է։ Ամեն։ Ջրի մկրտության համար դու պետք չի, շատեր ասում են դեռ պատրաստ չեմ, ասեմ, ինչ պետք է անես պատրաստվես։ Այսյո ջիմ չի գնանք ֆիթնես, գնանք բան, ասենք 20 կիլո գցելու եմ, այսքան պետք է բան։ Այդպես բան չկա։ Քրիստոսին ընդունում ես Տեր եւ անձնական փրկիչ, եթե ես 97 թվին եմ ջրով մկրտվել, 97 թվին։ Ջրով մկրտվել եմ 97 թվից հետո շատերդ արդեն գիտեք, իմ կյանքը գիտեք, ինչ եմ անցել, ոնց եմ արել, ինչ դժվարություններ եմ ունեցել, բայց ամեն օր, ամեն բանի մեջ Տերը ինձ հիշեցնում էր այդ ուխտը։ Դու ուխտի զավակ ես։ Դու ուխտի զավակ ես։ Իսկ ես ուխտ զանց չանող Աստված եմ։ Ես չեմ քանդի, ոչ էլ կմոռանամ իմ ուխտը քո հետ։ Հալելույա։ Ամենառաջի բանը Պողոս ասեց, պետք է ջրով մկրտվեք։ Նրանց ջրով մկրտվեց, երբ Պողոսը ձեռքը նրանց վրա դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, նրանք տարբեր լեզուներ էին խոսում եւ մարգարեանում։ Ամեն անգամ տեսնում ենք, ձեռքերը դնում են, խոսում են, մարգարեանում են ու Աստված հրաշքից հետո եկեղեցու մեջ գործում էր, հալելույա։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ամենաառաջի դժվար բանը եկեղեցու մեջ սա է, որ եկեղեցին ուրանում է Սուրբ Հոգու զորությունը։ 21-րդ դարի եկեղեցին։ Մենք պետք է բերենք պաշտամունքը տանք էլի Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգի Աստված, պաշտամունքը քոնն է, հեղինակը դու ես, Քրիստոսի ներկայությունը երկրի վրա դու ես։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Երկրորդ բանը Գործք առաքելոց 15-ի մեջ որ եղավ, սա շատ կարևոր բան է։ Առաջինը մենք տեսնում ենք մի խումբ մարդիկ, որ Սուրբ Հոգուն չէին ճանաչում, նրանց վրա ձեռ դրեց, նրանք մկրտվեցին, ճաշակեցին ու ճանաչեցին, ամեն։ Երկրորդը, սիրելի քույրս եւ եղբայրս, դուք չեք կարող գործադրել Սուրբ Հոգու պարգևները առանց Սուրբ Հոգու մկրտության։ Սա ես վստահ եմ ասում։ Եթե Սուրբ Հոգով մկրտված չի անձնավորությունը, Սուրբ Հոգու պարգևները չի գործելու իր կյանքի մեջ։ This is unapologetic. Սրա համար ես չեմ կարող ասեմ ներողություն, վատ մի։ Սիրելի քույրս եղբայրս, Սուրբ Հոգու պարգևները գործում է Սուրբ Հոգու մկրտությամբ։ Ասեց գնացեք, սպասեք, որ վերից զորություն ստանաք։ Համաձայն եք։ Ինչ զորության մասին էր խոսում։ Զորություն, որ գնամ հողամասս լավ փորեմ, չէ։ Զորություն, որ գնամ մի 15 մայլ ավելի շատ վազեմ, չէ։ Զորություն դիվային ուժերի դիմաց։ Զորություն կապանքների դիմաց։ Զորություն հիվանդությունների դիմաց։ Զորություն ամեն կապանքների դիմաց, սիրելի քույրս եղբայրս։
Եվ հետաքրքիր է Պողոս առաքյալը գալիս է մի տեղ հանդիպում, որ մի քանի մարդիկ, ասում է, մի քահանայի որդիներ, ասում է, նրանք ուզում էին ազատագրման ծառայություն անեն, բայց ասում է, զորությունը չունեին։ Հասկանում եք։ Եվ հետո խոսքը ասում է, երբ որ ասում է, նրանք գալիս էին մարդկանց վրա ձեռք էին դնում, այս քահանայի որդիները 7 որդիներ ունեին, նրանցից երկուսը գալիս էին ձեռք էին դնում, ասում է, եւ ասում է, երթվեցնում էին, ասում է, նրանց Հիսուսի անունով եւ ասում էին Պողոսի, ասում է, Աստվածը, Պողոսի Աստծո անունով։ Ձեռք էին դնում, ասում են Հիսուսի անունով, հրճակում ենք եւ Պողոսի անունով որ քարոզում ենք։ Ամեն։ Երբ որ կարդում ենք, նայում ենք, ասում է, եւ այն մարդը, որի մեջ ասում է, որ չար ոգի կար, որ նրա վրա այս փորձառությունը անում էին, ասում է, նրանց վրա հարձակվելով եւ երկուսին բռնելով այնպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ ասում է, այդ տնից ասում է, մերկ ու վիրավոր փախան, քույրս եղբայրս։ Մարդիկ, որ զորությունը չունեին, բայց ուզում էին գործեին։ Զորությունը չունես, ուզում ես քարոզես, զորությունը չունես, ուզում ես միսիոներության գնաս, զորությունը չունես, ուզում ես ինչ-որ մի բան, Տեր, դուր ինձ քո զորությունը։ Զորության մեջ Սուրբ Հոգին որ տալիս է զորություն, զորության մեջ կա իշխանություն։ Ամբողջ դիվային ուժերը լսում են։ Դու պետք չի քեզ պատրես, պետք չի բղավես։ Քո ներկայությունը արդեն քո ներկայության միջոցով Սուրբ Հոգին այդ տարածքի մեջ գործում է։ Սիրելի քույրս եղբայրս, կա իշխանություն։ Հիշում եք, ինչ որ մի սեղանի շուրջ հավաքույթ, դուք գալիս եք, մեկ էլ մի ձև մթնոլորտը փոխվում է։ Մարդիկ մի մասը այս ձևա, մի մասը այն ձևա, զորություն կա, իշխանություն կա։ Եթե քո ու Աստված կյանքի մեջ կա հարաբերություն, ու Սուրբ Հոգու հետ դա անկեղծ է, դա գալու է բերելու է մեծ օծություն, սիրելի քույրս եղբայրս, մեծ օծություն է բերելու Տերը, մեծ օծություն, եւ այդ օծության մեջ լինելու է զորություն ու խոսքը լինելու է իշխանությամբ։ Սա էր Քրիստոսի կյանքը։ Նա որտեղ որ գնում էր, նա ոչ թե միայն զորությամբ էր գործում, նա իշխանությամբ էր խոսում։ Նա դևերին ասում էր, պապանձվեք, մի խոսացեք, դուրս եկեք, դուրս էին գալիս։ Սա այն նույն կրակն է, նույն իշխանությունն է, որ Եղիան Կարմեղոս սարի վրա ասես Տեր թող քո կրակը իջնի։ Եղիան ամենակարճ աղոթքն արե։ Մի քանի բառ, բայց իշխանությամբ, բայց զորությամբ։ Եվ Տիրոջ կրակի իջավ, լափեց այդ զոհասեղանը։ Եվ ասում է այդ ջրերով լցված, ասում է այդ ամբողջ զոհասեղանը ջուրը ամեն բան լափեց եւ կրակով բորբոքվեց, այդ զոհը Տերը վերցրեց։ Հալելույա։ Զորություն կա սիրելիս։ Օգտագործիր Քրիստոսի անունը իշխանությամբ, ասա Տեր, ընդունում եմ քեզ իմ կյանքի մեջ։ Բայց ոչ թե միայն քեզ, քո Սուրբ Հոգու զորությունը, որ իմ միջոցով գործի, հալելույա։ Պետք չի սրա համար գնանք Bible College։ Պետք չի սրա համար հովիվ ես իմ ինչ լինես։ Եթե նպատակ ես դնում Քրիստոսին ծառայես, Տերը քեզ օծելու է։ Տերը լինելու է քո ձայնը, քո շրջապատի, քո ամայնքի մեջ, սիրելի քույրս եղբայրս, հալելույա։ Չես կարա ուղակի գործես, հալելույա։ Պետք է Սուրբ Հոգով մկրտվես, ամեն։ Ես խեմ սա ասում, որ ես պատրաստում եմ մեր եկեղեցին ավելի մեծ արթնության համար։ Սա է ամբողջ նպատակը, սիրելի քույրս եղբայրս։ Պատրաստվում ենք ավելի մեծ արթնության համար։ Գիտեք, շատ եկեղեցիներ ասում են, վայ Սուրբ Ծնունդ եկավ, ինչ լավ է Սուրբ Ծնունդը։ Վայ Զատիկ եկավ, տարին մեկ անգամ, ինչ լավ է։ Զատիկից հետո 50 օրը հետո Պենտեկոստեի տոնն է։ Ժողովուրդ ջան, եկեք գնանք պարկ խորոված բան կանենք, մի հատ լավ քեֆի պես, մի քանի հատ կերքենք, կգանք տուն։ Քանի հոգի Սուրբ Հոգով մկրտվեց, 0։ Չկա, զորություն չկա, օծություն չկա։ Ոնց, Պենտեկոստեի օրը էս ձև է եղել։ Պենտեկոստեի օրը տեսել եք այս տեսակ մի բան։ Ասում ամպը լցրեց տունը։ Կրակի չավ այդտեղ, սիրելի քույրս եղբայրս։
Մի օքի ինձ ասում են, դե եթե այդ բանը կախի չեմ այդ ամպն ու կրակը տեսնում։ Ասում եմ, որտեղ արդեն ինչ էլ ամպն ու կրակը 2000 տարի առաջ։ Դու Քրիստոսին տեսնում ես քայլելուց, չէ։ Հիմա ինչ ասեն Քրիստոսը չկա, գոյություն չունի, գոյություն ունի։ Նա ամբարձվեց երկինք։ Եվ նրա ամպն ու կրակը 2000 տարի արդեն իջացրել է, 2000 տարի առաջ Տերը գործում է եւ իր ամպն ու կրակը արդեն երկրի վրա է։ Իր սուրբերի կյանքի մեջ, այո, փառքեր Հիսուսին։ Հալելույա։ Ուրիշտեղ պետք չի ամպ ու կրակ փնտրենք, սիրելի քույր եղբայրներ։ Տերը արդեն տվել է, փառքեր Հիսուսին։ Հալելույա, փառքես Հիսուս, փառքես Հիսուս։ Սուրբ Հոգու մկրտությունը, սիրելի քույրս եղբայրս, Սուրբ Հոգու մկրտությունը զորացնում է Քրիստոսի եկեղեցին։ Տեսեք, անցյալ կիրակի խոսացինք, որ Հիսուսը ասաց, որ ես իմ եկեղեցին կկառուցեմ։ Երբ որ մարդն է կառուցում, մի խառնաշփոթ բան է դառնում։ Տեսեք, մեր եկեղեցական պատմության մեջ ինչ ենք դարձրել եկեղեցին։ Մի մասը ասում են, գիտես ինչ կա, գլխաշորը գցել ես, չէ, ուրեմն սենց պետք է անես։ Ոտքերը լվացել ես, չէ, սենց պետք է լինես։ Քալվինիզմ։ Աստված քո փրկությունը ընտրել է, սենց ագրա, հավատում ես 5 կետին սենց պետք է լինի։ Ով այս բաները ավելացրեց։ Ով այս մարդկային բաները ավելացրեց։ Եթե ոչ մարդը որոշեց Քրիստոսի եկեղեցին ինքը կառուցի, բայց դա չի լինի։ Տերը ասում է, իմ եկեղեցին ես եմ կառուցելու։ Եվ ասում է, իմ եկեղեցին երբ որ կառուցեմ, այդ Փիլիպպեի այդ ժայռի վրա եմ կառուցելու, որ անցյալ կիրակի խոսացինք, որ այդ ամբողջ դիվային ուժերը, դարպասները դժոխքի այդ ժայռի տակ էին, եւ ասեց, եւ այս դժոխքի դարպասները չեն կարա դիմադրեն իմ եկեղեցուն։ Սիրելի եկեղեցի, հարվածողը եկեղեցին է։ Հարվածողը Սուրբ Հոգին է քո միջոցով։ Հարվածողը Սուրբ Հոգին է իմ ու քո միջոցով։ Բայց եթե զորությունը չենք առել, Սուրբ Հոգով չենք լցվել, Սուրբ Հոգով չենք մկրտվել, ոնց կարանք այդ դժոխքի դարպասները քանդենք։ Դժոխքի դարպասներ, ընտանիքների բաժանումներ, որբ զավակներ, կոտրված, վիրավորված ընտանիքներ, դժոխքի դարպասները դա է։ Նարկոտիկով բռնված քույր եղբայրներ, խմիչքի, ալկոհոլի ազդեցություններ, սանք, ու կարաս ասես կապանքներ, նախանձ, սուտ, մեղք, սրանք բոլոր դժոխքի դարպասներն է։ Բայց միթե կարաս դու դժոխքի դարպասների հետ խոսաս իրա լեզվով, ոչ, պետք է խոսաս Քրիստոսի լեզվով, Սուրբ Հոգու լեզվով, Սուրբ Հոգով քանդենք ամեն մի կապանքները մեր կյանքից, մեր շրջապատից, Հիսուսի անունով։ Հովհաննես 14:12-ի մեջ Հիսուսը եկավ մի հռչակում արեց։ Ինչ անում էր իր կյանքի մեջ, ասում են, հա, Տերը չի, Տիրոջից չի։ Ինչ անում էր, չէ, էլ Տերը չի։ Ասեց, լսեք, ասեց, եթե ինչ չեք հավատում, իմ գործերը գոնե հավատացեք, իմ գործերին։ Իմ գործերին հավատացեք։ Դա մի խումբ մարդկանց էլի ասեց։ Ու հետո թեքվեց մեզ տեսեք ինչ ասում Հիսուսը։ Քանից եք հավատում Քրիստոսի գործերին։ Երկրի վրա որ նա գործել է, ամեն բան արել է, ինչպես Պետրոսը կարդացի, ասում է նա արեց Սուրբ Հոգուոցությամբ։ Հավատում ենք։ Ինչ որ գալիս է մեր փրկչի մասին հավատում ենք, բայց ինչ որ գալիս է մեր մեկի Աստծո հարաբերության մեջ, Տերը սա է ասում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ։ Չենք անատականացնում քեզ, ձեզ եկեղեցի։ Ձեզ, հալելույա։ Թե ինձ հավատացողը, այ անատական, այն գործերը, որ ես եմ գործում, նա էլ կգործի եւ նրանից ավելի մեծ բաներ կգործի, որովհետեւ ես իմ հոր մոտ եմ գնում։ Ես համբարձվում եմ։ Ավելի լավ է որ ես գնամ, որ մխիթարի չգա։
Կարդում ենք, ասում ենք, վայ Տերը ջրերի վրայով քայլեց, վայ Տերը հասն ու բանը բազմապատկեց, վայ Տերը այս հրաշք արեց, այն հրաշք արեց։ Բայց Տերը ասում է, լսեք, ես գործում եմ, դուք ինձանից ավելի մեծ գործեր եք գործելու։ Այս հավատալու համար Քրիստոսի հավատքն է ինձ պետք։ Իմ հավատքը չի կարա հասնի իտե։ Իմ հավատքը intellectual, ես պետք է մի բան տեսնեմ կամ համեմատեմ, որ հավատամ, կամ logical մի բան։ Բայց Քրիստոսի հավատքը գերբնական հավատք է։ Քրիստոսի հավատքը զորություն տվող հավատք է, իսկ այդ զորությունը Սուրբ Հոգին էր, որ դրել էր Քրիստոսի կյանքի մեջ։ Իր ծառայության սկզբից մինչև ասма վերջը, երբ որ նա համբարձվեց, հալելույա։ Փառքերը քեզ Հիսուս, հալելույա։ Հիսուսը նրանց պատվիրում էր, ասաց չհեռանաք Երուսաղեմից, այլ հոր խոստմանը սպասեք, իսկ դուք սրանից շատ, ոչ շատ օրեր հետո Սուրբ Հոգով կմկրտվեք։ 20 թիվը երբ որ COVID-ը եղավ, քույր եղբայրներ, այս եկեղեցին մոտ 1.5 տարի փակ էր։ Սա երկար պատմություն է, մի ուրիշ անգամ կպատնեմ, որը նախկին հովիվ ամենամեծ սխալը գործեց։ Իսկ այսօր հիմա Destiny-ն, որ այս եկեղեցու հովիվ, նա փոխանցումը եկավ, Destiny-ն Գրեգը եկավ։ Գրեգը Պենտեկոստեի օրը 2 ամիս փակեց եկեղեցին, Destiny Rocklin-ը։ Լսում եք ինչա կատարվում։ COVID-ը երբ որ եղավ մարտ ամսին, ապրիլ, մարտ, ապրիլ, արդեն Գրեգը ասում է գնացի կամերայի դեմը կանգնած, որ պետք է զատիկի պատգամը տամ, զալը դատարկ, խնդրում եմ երեխաներին նստացրեք, զալը դատարկ էր, ասում է Սուրբ Հոգին հանդիմանեց, ասես Գրեգ դու հավատք չունես, դու հավատք ունես, բայց քո հավատքն է, դու Քրիստոս հավատքը չունես։ Կոսկոն բաց է, կազինոները բաց են, ստրիփ քլաբները բաց են, ինչ որ դուրսը կա բաց է, ժողովուրդ էլի գնում, ինչ որ ինչ պետք է վերցնում է, բայց իմ տունը դու փակել ես, մեջս ասում ասես բորբոքված, գնում եմ տուն, մի ձև ասում պատգամը տվեցի ու գնացի տուն, ասում մտատուն, որ կնոջս ասեմ, որ Սուրբ Հոգին ասում է, որ Պենտեկոստեի օրը մայիսին բացենք եկեղեցին։ Ասում հենց մտա, ասում քյաթին ասեց Գրեգ, պատգամը լսեցի, մեռած վիճակ էր։ Պենտեկոստեի օրը պետք է եկեղեցին բացենք, կինն ասում, հալելույա։ Երբ որ եկեղեցին բացեցին, քույր եղբայրներ, մեծ հալածանք եկավ այդ եկեղեցու դիմաց, բայց գիտեք ինչ եղավ, Սուրբ Հոգու մկրտություններ, կրակներ, ապաշխարություններ, աղոթքի խումբը 200-ից դարձավ 2000, ու դուք ձեր աչքերով եք տեսել, ամեն ամսվա առաջի կիրակին 2000 հոգի գա աղոթքի ու տրաֆիկի մեջ ընկնի աղոթքի համար, սա չտեսնված բան է, քույրս եղբայրս, ինչ մենք պետք է անենք, ես իմ հանդիմանությունը ես եմ ունեցել, ես երբ որ COVID-ը եղավ, մտա մեծ զալը ու տեսա Ռիկը, այս եկեղեցու նախկին հովիվը, կանգնած կամերայի դեմը հանգիստ քարոզում է ու ոչ մեկ չկար։ Ու նայեցի ու Սուրբ Հոգին մի բան ինձ ասեց։ Ասեց այսպես է լինելու է հափշտակությունից հետո։ Հափշտակությունը լինելու է, բայց այն եկեղեցիները, որը որոմ, նրանք էլի գործելու են, նրանք էլի քարոզելու են, նրանք էլի բաներ են անելու, բայց իմ հոգին չի լինելու, մեջը հոգի ու կյանք չի լինելու, դրա համար Հիսուսը ասաց այս խոսքերը, լսեք, հոգին է կյանք տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս, այն խոսքը, որ ձեզ ասացի, հոգի ու կյանք է, հալելույա, հալելույա, ինչ էլ մեր կյանքի մեջ լինի, փափագենք Սուրբ Հոգուն,
դժվարություններ, խնդիրներ, պրոբլեմներ, փափագենք Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգով չես մկրտվե ոչինչ, աղոթի, էլի նորից խնդրի։ Ասա փափագում եմ քեզ Սուրբ Հոգի, լցրա ինձ քո կրակովդ։ Հալելույա։ Փառքեր Հիսուսին։ Հովհաննես 7:39 կխնդրեմ ոտքի վրա այս համարը կարդանք։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Եվ Հիսուսը ասաց. երբ որ Սուրբ Հոգին գա ձեր մեջ, ձեր միջից կենդանի գետեր կբխեն, սիրելի քույրս, եղբայրս։ Դուք դառնալու եք գետ այս ազգերի մեջ։ Սա ասաց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորվել։ Հալելույա։ Հիսուսը դեռ չէր փառավորվել, դեռ Սուրբ Հոգին տրված չէր։ Բապտիստ եկեղեցին, սիրելի քույր եղբայրներ, հարգանքով եմ սա ասում։ Բապտիստ եկեղեցին ասում է պարգևները դադարել են։ Դա առաքյալների համար էր։ Էլ պարգևները պետք չի գործեն, ամեն։ Ասում ես, բայց ասեց Սուրբ Հոգին, երբ Սուրբ Հոգով մկրտվեցին, գրված է մկրտվեցին։ Ասում են, դե Սուրբ Հոգով մկրտվեցին այն ժամանակ, երբ որ Հիսուսը մեռելներից հարություն առավ, երևաց իրանց ու փչեց իրանց վրա, ասեց առեք իմ հոգին, առեք։ Բայց դրանից հետո չէ որ ասեց գնացեք Երուսաղեմ ու սպասեք, մինչև վերից զորություն առնեք, քույրս եղբայրը, սա տարբեր փորձառություններ է։ Փառք Հիսուսին մեր փրկության համար, փառք Հիսուսին ամեն մեկի կյանքի համար, որ Տերը փրկություն ա տվել։ Հոգով մկրտվես, չմկրտվես, դու փրկված ես։ Սուրբ Հոգու կնիքը քո սրտի վրա է, քո կյանքի մեջ է, Տերը քեզ ընտրել է, փրկել է։ Սա վստահ եղի սրա մասին։ Բայց ես խոսում եմ Սուրբ Հոգու պարգևների գործումը մեր մեջ։ Փառք ես Հիսուս։ Հայր, ես խնդրում եմ սիրելի Հիսուս, այս հաջորդ կիրակիներ այնինչ անելու ես դու այս տան մեջ, Տեր, որ քո խոսքը ասած, անցյալ կիրակի մենք կարդացինք, քո խոսքի մեջ դու հռչակեցիր ու դու ասացիր, որ